Բարև ձեզ։ Նախորդ եռամսյակում արձանագրեցինք, որ մեծ էին գլոբալ անորոշությունները թե տնտեսություններում եւ թե կապիտալի շուկաներում։ Ինչ զարգացումներ կառանձնացնեք վերջին ամիսներին, արդյոք դեռ տեսնում եք անկայունություն։ Բարև ձեզ։ Այո, անկայունություններ եւ անորոշություններ դեռևս կան, սակայն նրանք այդքան արտահայտված չեն, ինչքան առաջին եռամսյակի վերջին 1-2 ամիսների ընթացքում, ինչպես հիշում ենք 2026 թվականի մարտին Ամերիկայի կողմից նախաձեռնված Միջին Ասիայում պատերազմի արդյունքում աշխարհաքաղաքական անորոշություններ ստեղծվեցին, որը նաև անդրադարձավ ներդրողների եւ կապիտալի շուկաների վրա, բաժնետոմսերի շուկան, պարտատոմսերի շուկան, ինչպես նաև ոսկին անկում ապրեցին, նավթի գինը բարձրացավ, դոլարը համեմատած այլ արժույթների ուժեղացավ եւ կար պահպանվում էր այդպիսի որոշակի անորոշության մթնոլորտ, սակայն երկրորդ եռամսյակի ընթացքում հիմնականում իրավիճակը կարգավորվեց ոչ ամբողջությամբ մասնակի, բայց կարգավորվեց։ Եթե առանձնացնենք երկու պատճառ, կարելի է նշել մեկը առաջինը նորից աշխարհաքաղաքական, այսինքն վերջին ամիսների ընթացքում, երկրորդ եռամսյակի ամիսների ընթացքում ստեղծվեցին հեռանկարներ իրավիճակի կոնֆլիկտի դեէսկալացիայի եւ խաղաղության որոշակի հեռանկարներ եւ երկրորդ պատճառը արհեստական բանականության ոլորտում զարգացումներն էին, այդտեղ առաջատար ընկերությունները ունեցան հիանալի ֆինանսական արդյունքներ, հայտարարեցին 100 միլիարդավոր դոլարի ծավալի ներդրումների մասին եւ բնականաբար այս ամենը ստեղծեց որոշակի ողջավորվածություն եւ պահանջարկ լրացուցիչ այս կամ այլ փոխկապակցված ընկերություններում եւ արդյունքում բաժնետոմսերի շուկան վերականգնվեց, հիմնականում թե Ամերիկան, թե զարգացող երկրները, մասնավորապես Ճապոնիան եւ Հարավային Կորեան ունեցան լավագույն արդյունքները, պարտատոմսերի շուկան նույնպես որոշակիորեն վերականգնվեց եւ ընդհանուր առմամբ չնայած դեռ որոշակի անորոշություններին իրավիճակը չի կարգավորվել, բայց ունենք ավելի կամ միջավայր, քան առաջին եռամսյակի վերջում էր։ Փաստորեն հնարավոր է նման դրվագների կրկնություն, իսկ ինչպես է ապահովագրվում նման սցենարներից։ Նման իրավիճակներ կամ դրվագներ միշտ էլ կարող են լինել, թե աշխարհաքաղաքական, թե այլ պատճառներից ստեղծված, բայց ամբողջովին ապահովագրվել նման իրավիճակներից անհնար է, քանի որ ինչպես գիտենք, զրոյական ռիսկը կենթադրի զրոյական եկամուտ, այդ իսկ պատճառով C կվադրատի թիմում կա ռիսկերի կառավարման գործառույթ, որը որոշակի պարբերականությամբ իրականացնում է մի շարք ռիսկերի կառավարման վերլուծություններ, ունի լայն գործիքակազմ, օրինակ սցենարային վերլուծություններ, սթրեսային թեստեր, պես նաև վարկային վերլուծություններ ավելի համապարփակ ռիսկերի կառավարման համար։ Նշեցիք վերականգնման փուլի մասին, կնշեք նաև ինչպես է դա անդրադարձել C կվադրատ Ամպեգայի կողմից կառավարվող կենսաթոշակային ֆոնդերի եկամտաբերության վրա։ Իհարկե 2026 թվականի երկրորդ եռամսյակի դրական զարգացումները ունեցել են դրական ազդեցություն C կվադրատի կենսաթոշակային ֆոնդերի համար, եթե առաջին եռամսյակում մենք ամփոփել ենք արդյունքները եկամտաբերության 0%-ի շուրջ, նույնիսկ մի փոքր բացասական արդյունքներով, ապա երկրորդ եռամսյակում դա ամբողջովին վերականգնվել է, կայուն եկամտային ֆոնդը C կվադրատի գնացել է 3.2% եկամտաբերություն, C կվադրատի պահպանողական ֆոնդը գրանցել է 5.1% եկամտաբերություն եւ C կվադրատի հավասարակշռված ֆոնդը գրանցել է 6.1% եկամտաբերություն։ Իհարկե եռամսյակային կամ կիսամյակային արդյունքները վերլուծելը եւ հետեւելը կարեւոր է, բայց ել ավելի կարեւոր է գնահատական տալուց կենսաթոշակային ֆոնդերի արդյունքներին դիտարկել եկամտաբերությունը շատ ավելի երկար ժամանակահատվածում։ Եթե ամփոփենք արդյունքները ստեղծման պահից, այսինքն արդեն 2014 թվականից սկսած մոտ 12 տարի եւ դիտարկենք իրական եւ նոմինալ եկամտաբերությունները, ապա կունենանք հետեւյալ պատկերը. կայուն եկամտային ֆոնդի իրական եկամտաբերությունը 5.4%, նոմինալ եկամտաբերությունը 8.2%, պահպանողական ֆոնդի իրական եկամտաբերությունը 5.6%, նոմինալ եկամտաբերությունը 8.4% եւ ավելի համեմատաբար ռիսկային ֆոնդին, այսինքն C կվադրատի հավասարակշռված ֆոնդի
իրական եկամտաբերությունը 5.8% եւ նոմինալ եկամտաբերությունը 8.6%։ Սա ինչն է տարբերությունը նոմինալ եւ իրական եկամտաբերությունների։ Նոմինալ եկամտաբերությունը իր մեջ ներառում է գնաճի կոմպոնենտը այս ժամանակաշրջանում եւ իրական եկամտաբերությունը արդեն իր մեջ փաստացի չի ներառում իրական եկամտաբերությունը։ Եթե ունենք դրական իրական եկամտաբերություն, դա նշանակում է, որ ունենք գնողունակության աճ կենսաթոշակային ֆոնդի մասնակիցների համար։ Ինչպես գիտենք, կենսաթոշակային միջոցները Հայաստանում կարող են ներդրվել եւ մասնավոր եւ բորսայում ցուցակված իրական հատվածի ընկերություններում, կասեք, դիտարկում եք իրական հատվածում ներդրումներ։ Ճիշտ է, Հայաստանի Հանրապետությունում կենսաթոշակային ֆոնդերը կարող են ներդնել թե հրապարակային, այսինքն ցուցակված ընկերություններում, թե մասնավոր ընկերություններում։ C կվադրատի վերլուծաբանների թիմերը դիտարկում են բոլոր ներդրումային հնարավորությունները եւ դրանց վերլուծում են կրկին համապարփակ մոտեցում ցուցաբերելով, այսինքն նայում են թե ֆինանսական արդյունքներին, թե օրինակ համապատասխանությանը օրենքին կամ մեր ընկերության ներքին կանոնակարգերի եւ համաձայն այդ վերլուծության արդյունքների արդեն կայացվում է որոշում ներդնել թե ոչ այս ընկերություններում։ Այս պահի դրությամբ կան մի շարք ընկերություններ ոչ ֆինանսական հատվածից նաեւ իրական հատվածից, որոնք որ ստացել են ներդրում C կվադրատի կենսաթոշակային ֆոնդերի կողմից, դրանցից առանձնացնեմ մի քանիսը, մասնավորների պարագայում դրանք են Firebird AI ընկերությունը եւ EMID ընկերությունը, իսկ ցուցակված կամ հրապարակային ընկերությունների շրջանակում կարող եմ նշել Alpha Farm ընկերությունը, Interlev ընկերությունը, որը Վարդանանց բժշկական կենտրոններն են, Հայաստանի էլեկտրական ցանցերը, ինչպես նաեւ Telcel ընկերությունը։ Ընդ որում Telcel ընկերության մեջ ներդրումը իրականացվել է բաժնետոմսերի տեսքով, այսինքն C կվադրատի կենսաթոշակային ֆոնդերը բաժնետեր են Telcel ընկերության եւ նաեւ հավելեմ, որ երկրորդ եռամսյակի ընթացքում նպատակ ունենալով զարգացնել Հայաստանի Հանրապետության կապիտալի շուկան C կվադրատի նախաձեռնությամբ եւ C կվադրատի եւ Telcel-ի համատեղ գործունեության արդյունքում առաջին անգամ Հայաստանի Հանրապետությունում թողարկող հրապարակային ընկերությունը իրականացրել է public earnings call, այսինքն ինչ է դա նշանակում, հրապարակային արդյունքների քննարկում, որի ժամանակ բոլորը թե ներդրողներ, թե ֆինանսական վերլուծաբաններ, թե լրագրողներ, թե հասարակության ավելի մյուս շերտերից մարդիկ իրավունք եւ հնարավորություն են ունեցել ուղիղ առցանց միջոցով հիանալ ընկերությանը եւ ընկերության ղեկավարությանը ուղղել իրենց հարցերը եւ ստանալ իրենց բոլոր հետաքրքրող հարցերի պատասխանները։ Եվ վերջում ինչ կմաղթեք կենսաթոշակային համակարգի մասնակիցներին։ Ինչպես միշտ կհորդորենք եւ կցանկանանք, որպեսզի կենսաթոշակային համակարգի մասնակիցները ավելի ակտիվ կերպով հետևեն իրենց կենսաթոշակային հաշիվներին, հետևեն թե ինչպես են կուտակվում եւ աճում իրենց միջոցները տարիների ընթացքում եւ լինեն ավելի իրազեկ քաղաքացիներ, կարող են այցելել վեբկայք, որտեղ հաշվետվությունները կան բոլոր ֆոնդերի եւ կարող են տեսնել տող առ տող, թե այս ֆոնդերը որտեղ են ներդնում եւ ինչ չափով։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։